Ինչպես է ձեր ինքնազգացողությունը։ Շնորհակալություն, այս պահին ավելի լավ, քան նախորդ օրերին։ Թռիչքները պահեցին մեկ օր հիվանդանոցում, գլխացավեր եմ ունենում, ճնշման տատանում էր, ջրազրկվում եմ, թեպետ շատ ջուր եմ խմում, բայց պարզվում է բավարար չէ իմ կազմվածքի հետևանքով։ Հիմա ոչինչ, քիչ ավելի լավ եմ, շնորհակալ։ Վերջին տարիներին դուք միակինն եք եւ նաեւ Հայաստանում, ով հացադուլ է անում։ Կա նման տվյալ, այո, ես էլ եմ լսել։ Եվ նաեւ միակինն եք, որ մարտի 8-ը նշել է դրսում։ Հացադուլի մեջ իրականում գիտեք նաև մարտի 8-ի իրավունքների, կանանց իրավունքների մասին է։ Ես հաճախ եմ այդ մասին խոսում ու միշտ հենց այդ օրը հատկապես դիմում բոլոր նրանց, ովքեր ծաղիկներ են նվիրում, որը ես նույնպես հաճույքով ընդունում եմ, բայց ուզում եմ ասել, որ այդ օրը այնքան ծաղիկների մասին չէ, որքան մեր հարգարժան տղամարդկանց ուղերձ է ապահովել միջավայր, որտեղ կինը կկարողանա ամբողջովին դրսևորել եւ իր իրավունքները իրացնել, աշխատելու, սովորելու, միայն այդ պարագայում մենք իսկապես կունենանք որակյալ հասարակություն, որովհետեւ հատկապես պիտի Հայաստանի համար ասեմ, հայ կնոջ պոտենցիալը խելքի, մտածողության առումով, հատկապես այսօր անվտանգային առումով անչափ անհրաժեշտ է եւ մենք ունենք չօգտագործված ռեսուրս եւ պիտի ուզենանք, որ կանայք, հայ կանայք դրսևորվեն բոլոր ոլորտներում, բոլոր անխտիր եւ մենք կտեսնենք, որ որակապես այլ պետության մեջ ենք ապրում։ Իշխանականները ձեր երբեմնի ընկերները, գործընկերները այցելել են ձեզ։ Նրանք լավ գիտեն, որ ինձ չպիտի այցելեն։ Նրանք լավ գիտեն, որ իրենք արել են ամեն բան, որ այլևս որևէ միջոց չունեն կամ ինչպես ասեմ, երես չունեն այստեղ երևալու։ Եվ ես նաև մեկ այլ հարցազրույցում եմ ասել, նույնիսկ չհամարձակվեն տարածքով անցնել։ Նրանք այնպես են իրենց պահել պատերազմից հետո Արցախի հարցում, որ ես որևէ մեկին տեսնելու ցանկություն չունեմ եւ իրենք դեռ չգիտեն, որ իշխանություն են կորցնելու եւ ինչ է պատահելու իրենց հետ այս վարքագծի հետևանքով։ Նրանք բազմաթիվ արդեն իսկ հանցագործություններ են գործում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ու ամենևին կապ չունի ով ինչքան լիազորություն կամ իշխանություն ուներ։ Բոլորը նույն խմբակի մեջ են, ովքեր իրենց հետ շփվում են, նույն խմբակի մեջ են, ովքեր իրենց քաջալերում են, նույն մեղսակիցն են, եւ այդ օրը գալու է։ Վեհափառը այցելել է ձեզ։ Ոչ։ Իսկ ինչ եք կարծում, ինչն է խնդիրը, որ չեն այցելում, չէ՞ որ հոգևորականները պետք է այցելեն, ուշ տան, սա ոչ միայն ձեր խնդիրն է, այլ նաև ամբողջ հայ ազգի խնդիրն է։ Հոգևորականներ այցելել են, Սրբազանն է այցելել, Բագրատ Սրբազանը, հարցրեցիք վեհափառի մասին, ասացի, չգիտեմ, երևի թե հարցն իրեն է պետք ուղղել կամ չեմ կարող ասել, թե ինչպես են իրենք որոշումներ կայացնում, ինձ համար շատ ավելի բազմապատիկ անգամ կարևոր է, այսինքն ինձ այցելելու այս իմաստով այնքան իմաստ չունի, որքան կոչով դիմելու, խնդրելու, հորդորելու Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը, որովհետև այս հացադուլը իմ մասին չէ, ինձ հորդորելու կարիք չկա։ Ես գիտեմ ինչի համար եմ անում, որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես է մեր լավագույն հայորդին Բաքվի բանտում վնասում իր առողջությունը։ Նրա կյանքին սպառնալիք է ամեն օր երկարացող հացադուլը, մահվան սպառնալիք, եթե մեկը չի հասկանում հացադուլի հետևանքը, խնդրում եմ կարդալ, իմանաք, թե արդեն 14-րդ օրից հետո հատկապես, ավելորդ է ասել, որ նա արդեն մեկ անգամ հացադուլի մեջ է եղել, եւ նրա առողջությունն արդեն իսկ քայքայված է, որ նա 500 օրից ավելի Բաքվի բանտում է, թե նա ինչպես է սնվել, թե նա ինչ պայմաններում է գոյություն ունենում, սա մեկ այլ հարթություն է, դուք գումարեք սա ու կարդացեք, թե ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմի հետ եւ իմ հացադուլը ողված է եղել խնդրանքով, որ նա իմանա, որ մենք իր կարիքն ունենք, հայ ժողովուրդը իրեն սպասում է եւ ես կարծում եմ, որ վեհափառի անելիքը պիտի լինի Ռուբեն Վարդանյանին դիմել, խնդրանքով, կոչով, հորդորով, հայրաբար հորդորել, որպեսզի նա իրեն պահպանի, իր առողջությունը չքայքայի եւ վերադառնա հայրենիք առողջ։ Ձայնաուղերձը փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ եւ խնդրել է ձայնագրել իրեն եւ հրապարակել։
եւ այդ ուղերձը անտարբերություն մասին է, դրա դեմ պայքարելու մասին է, դա պայքարի մասին ուղերձ է, անմնացորդ պայքարի իդեպ եւ մինչեւ վերջ պայքարի։ Ես ճանաչում եմ Ռուբեն Վարդանյանցը եւ գիտեմ նրա աննկուն կամքը, նրա սկզբունքայնությունը եւ նրա հայ ժողովրդի մեծ սիրահար լինելը։ Ադրբեջանի բանտում կներեք խոսքս արդեն շեղվում է հացադուլի հետևանքով։ Հայաստանի Հանրապետության պատիվն է պահում։ Եթե մենք այդքանը չենք տեսնում, ուրեմն մենք կույր ենք։ Ձեր զավակների մասին խոսենք, հա ձեր զավակները հոգեբանական ճնշումներ չեն գործածում, որ դուք այստեղ քանի օր է արդեն հացադուլի մեջ եք, ինչպես է նրանք վերաբերվում։ Նրանք ինձ ճանաչում են եւ որևէ մեկը ինձ ճանաչող ինձ հորդորներ չի հղում։ Հանրային հեռուստաընկերությունում Ռուբեն Վարդանյանի ձայնաուղերձի հայ գերիների մասին ընդհանրապես ոչ մի բան չի խոսվում։ Սա ինքնագործնեություն է, թե սա վերևից Ուրեմն առաջին ալիքը վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանի Facebook-ի ստատուսների լրատվական է դարձել։ Այն կառավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ եւ այնտեղ որևէ մեկը որոշումներ չի կայացնում բացի Նիկոլ Փաշինյանից։ Դա ամոթ է, ես դա ամոթանքով եմ ասում, որովհետեւ հանրային հեռուստաընկերությունը սնվում է հայ ժողովրդի հարկերով եւ խայտարակություն է, որ իրենք վերածվել են Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ստատուսների մեկնաբանության։ Սա ամոթ է։ Ես հայ ժողովուրդը պիտի այլևս չդիտի։ Ես հորդորում եմ որևէ մեկին այլևս չմիացնել H1-ը, որևէ կերպ, որևէ հաղորդման համար։ Բազմաթիվ այլ միջոցներով ստացեք տեղեկատվություն, բոյկոտեք առաջին հեռուստաալիքը, ամոթ է իրենց, որ իրենք այդ կերպ են վարվում եւ դարձել են քարոզիչներ, ընդ որում շատ ցածր մակարդակի, Facebook-յան ստատուսների մակարդակի սազանդարներ ու քարոզիչներ են դարձել, ամոթ իրենց։ Ալեն Սիմոնյանը ընդհանրապես հայ գերիների մասին չի խոսում, բայց Ռուբեն Վարդանյանի մասին ընդհանրապես չի խոսում։ Կարծես թե Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում լինելով, Ալեն Սիմոնյանը էլի վախենում է նրանից։ Շատ լավ բառ օգտագործեցիք, նրանք վախկոտներ են բոլոր հայրենասերներից։ Նրանք վախեր ունեն յուրաքանչյուր մարդուց, ով արտաբերում է Արցախ բառը։ Նրանք վախեր ունեն յուրաքանչյուր մարդուց, ով Հայաստանի Հանրապետության պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու ցանկություն ունի։ Ահա թե ինչու նրանք երբեք չեն խոսելու Ռուբեն Վարդանյանից։ Նրա մասին սարսափով են խոսում, նրա դեմ քարոզ են կազմակերպում, բայց նրա անունը չեն տալիս։ Արշավ Ռուբեն Վարդանյանի դեմ խեղաթյուրելով նրա խոսքերը, ձևախեղելով նրա արտահայտած մտքերը, որովհետև գիտեք, նա Ռուսաստանում է ապրել եւ խոսույթի մեջ այլ ձևով է արտահայտվում։ Ձևախեղում են օգտվելով այդ առիթից։ Նրանք անամոթների խմբակ են։ Եվ ես հրաժարվում եմ նրանց մեկնաբանել, նրանց մասին խոսել եւ նորից հորդորում եմ արհամարել։ Նրանց մահը արհամարանքն է, քաղաքական մահը նրանց արհամարանքն է։ Մի մեկնաբանեք նրանց հեծանիվներն ու ձվածեղները, անգամ մի ծաղրեք։ Թող այդ արհամարանքի մեջ նրանք գոյություն ունենան իրենց նեղ փոքրիկ շրջանակում, որի վերջը մի օր հայ ժողովուրդը տալու է։ Տիկին Թանդիլյան, ինչու հրաժարվեցիք հիվանդանոցում մնալ։ Որովհետև հացադուլի մեջ եմ, իմ ընկերներն են այստեղ հացադուլ անում, ես պիտի իրենց կողքին լինեմ, այո, երբ որ ծայրահեղ անհրաժեշտություն է լինում, ես նաև հասկանում եմ, որ իրենք չեն ուզի, որ ես վնաս պատճառեմ իմ առողջությանը, որը այնքան բարվոք վիճակում չէ, գիտեն իրենք դա, բայց չէ, ես իրենց կողքին պիտի լինեմ, մենք միասին ենք։ Մինչև երբ եք շարունակելու։ Իմ խնդրանքի մեջ, ինչպես հասկանում եք, ժամկետ կա։ Եվ ես հուսով եմ այդ ժամկետը շուտ կգա, որովհետև Ռուբեն Վարդանյանի կյանքն ու առողջությունը թանկ է հայ ժողովրդի համար, եւ ես հուսով եմ, որ նա դա արդեն իմացավ, այս նաեւ սոցիալական ցանցերում տարածվող այդ խնդրանքները իրեն ուղված, այդ էներգետիկան հասել է իրեն։ Ես դա իր ձայնաուղերձի մեջ լսեցի, հասկացա։ Եվ հետևաբար ես հուսով եմ, որ ինքը նաև դա իմանալով ավելի սթափ կվերաբերվի իր իսկ առողջությանը, իսկ ինքը իրականում իր համար ավելի կարևոր են բազմաթիվ այլ բաներ, ինչպես ինձ համար, որ հաճախ հարցնում են, թե առողջությունդ լավ չէր, գնացիր Արցախ, ես զարմանում եմ այդ հարցի վրա, այսինքն ձեր առողջությունից առավել ոչինչ չկա ձեր կյանքում, այդպիսի հարց տվողներին չգիտեմ էլ ինչ ասեմ, այսինքն իրենք իրենց համար ավելի կարևոր են, քան պետությունը, Արցախը, մեր ազգային անելիքը,
չգիտեմ ինչ ասեմ, ուզում եմ ասել, որ ժամկետը դա է ու նաև բժիշկների ցուցումը ես նաև հետևում եմ մեր հարգարժան առաջին հիվանդանոցում եմ ես անդադ հետազոտվում, իրենց վերահսկողության տակ եմ, հուսով եմ անդառնալի վնաս չեմ տա իմ առողջությանը, իրենք խոստացել են, որ կասեն դա ինձ անպայման, ես կասկած չունեմ, մի քիչ էլ ավելի զգուշավորեն, բայց այո, ցուցումներին եմ հետևում եւ նաեւ իմ խնդրանքի մեջ ժամկետ կա։ Դուք օպերայի շենքի մոտ եք հացադուլանում, որտեղով որ պատգամավորներ, կոմպոզիտորներ, երգարաններ, երգիչներ ամեն օր երեկոյան այստեղով անցնում են, քայլում են։ Իրենցից ոչ մեկ ձեզ չի այցելում։ Չգիտեմ ովքեր են այստեղ քայլում, ես գիտեմ ովքեր են այցելել են տարբեր մարդիկ։ Չեմ կարող ասել, որ կոմպոզիտորներ եղել են իրենց մեջ, բայց տարբեր մարդիկ այցելել են, ես խտրականություն չեմ դնում, ինձ համար գիտեք, թանկ են հայ ժողովրդի, հայ մարդու այն վերաբերմունք երբեմն մտնում են այնպիսի սրտացավության։ Ես այնքան շնորհակալ եմ իրենց տեսնելու, որ նման սրտացավություն կա հայ հասարակ ժողովրդի մեջ։ Այսինքն դուք վիրավորված չեք։ Ամենևին, ես իրենց հետ այս պահին ասելիք չունեմ, իրենք ամեն մեկը պիտի որոշի ինքն ինչի անում, ինչպես Ռոբեն Վարդանյանը շատ ճիշտ ասեց իր խոսքում եւ ես միշտ դա ինքս եմ ասում, ամեն մարդ ինքն իր համար է անում, ես այս հացադուլն եմ ինքս ինձ համար անում, որովհետեւ ես ապրել չեմ կարող տեսնելով, թե ինչպես է իմ ավակ ընկերը այնտեղ հյուծում իր առողջությունը, ես ապրել չէի կարողանում, երբ տեսնում եմ ինչ է կատարվում Արցախում պատերազմից հետո գնալով, որպեսզի գոնե մի քիչ իմն էլ ուժերի ներածի չափով որևէ բան փոխեմ։ Սա ամեն մարդու մասին է, եւ հետեւաբար դա իրենց մասին է, իրենք կգան թե չեն գա։